Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի ուղիղ եթերում։ Այսօր ես մենքի տաղավար հրավիրել եմ մի հրաշալի հայուհու։ Արցախի Այաններ համույթի մենակատար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրուն Բաղդասարյանն է իմ հյուրը։ Շնորհակալ եմ Տիկին Բաղդասարյան հրավերս ընդունելու համար։ Ուրախ եմ, որ առիթ ունենք այսօր եւ կարծում եմ բավական հետաքրքիր հարցազրույց պիտի ունենանք։ Եվ բնականաբար պիտի մեր զրույցը սկսեմ մեր բոլորից մտահոգող հարցերով։ Գրեթե 1 տարի առաջ, շուտով կլրանա 1 տարին, այս օրերին առավելապես տագնապ ունեինք շատերս Հայաստանում, որ Ադրբեջանը կարծես թե գնում է քայլերի գործողությունների, ընդ որում Հայաստանի իշխանության հետ ձեռք-ձեռքի տված, որպեսզի ամբողջությամբ գրավի Արցախը, բռնազավթի մեր հայրենիքը։ Եվ դա տեղի ունեցավ։ Տիկին Բաղդասարյան, օրերի մեջ շատ գերարագությամբ նույնիսկ կարելի ասել, մենք Արցախը կորցրեցինք։ Արցախի մեր ժողովուրդը տեղահանվեց ցեղասպանական գործողությունների այդ սարսափի տակ, եւ մենք 5000-ամյա մեր Արցախը կորցրեցինք։ Հիմա 1 տարի քննարկվում է, տարբեր քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, դրսից, ներսից, ուզում ենք հասկանանք, այդ ինչ կատարվեց, որ Արցախցին, որը 5000 տարի ամուր մնացել է իր հողում, տեսնելով պատերազմ, ավեր, հազար ու մի դժվարություններ, բայց մնացել է։ Ինչ կատարվեց, որ այդպես միանգամից, այդ ինչ ծրագիր էր, որ որոշվեց, որ Արցախցին պետք է դուրս գա իր բնորան հայրենիքից։ Եվ այսօր մենք ունենք հայաթափված Արցախ։ Ես պիտի ձեզ խնդրեմ, քանի որ որպես Արցախցի այդ ամենի ականատեսն ու վկան եք, բացեք որոշ փակագծեր նաև մեզ համար, որ բոլորս հասկանանք, թե ի վերջո ինչ կատարվեց Արցախի եւ մեր արցախահայության հետ։ Խնդրեմ, լսում ենք ձեզ, Տիկին Բաղդասարյան։ Հաճախ է պատահում, որ Արցախի մասին ինձ հարց են տալիս, ես հիշում եմ միջնադարյան մի առակ, երբ անտառում ծառերը հատում են, ջահել ծառերը ընկնում են ցած, ծերկաղնիները հառաչում են, բայց մի ծերկաղնի ասում է, չմոռանաք, որ կոթը մեզնից էր։ Ասում են, գողը որ տնից լինի, եզը երդիկից կհանեն։ Այսինքն կացնի կոթը։ Դավ, այո, են մեկում կացնի կոթը մեզնից էր, սա էլ գողը, որ տնից է, եզը երդիկից կհանեն։ Ինչի եք զարմանում։ Դավաճանը մեզնից էր։ Իմույցն եղանանք։ 11 ամիս մենք մաքարեցինք, մեր հողի վրա էինք, այդ հողը կարծես ներքևից մեր ուժ էր տալիս։ Դիմանում էինք միայն թե մեր հողում մնանք։ Եվ վերջում արդեն երբ օրհասական էր ժամը, որոշեցինք հեռանալ։ Բայց այդ 11 ամսվա ընթացքում եւ նորից այս մի տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները ձեն չհանեցին ոչ Եվրոպայում, ոչ աշխարհի ոչ մի կետում, չբարձրացրին մեր հարցը, մեր թիկունքից հեռացան, թողնելով մեզ անտերանդիրական, թշնամու դեմ հանդիման։ Արցախը միայնակ մնաց այդ ամբողջ ընթացքում։ Միայնակ բացարձակապես։ Դա նաև պատերազմում էր։ 44-օրյա պատերազմում եւս նույն երևույթն էր։ 44-օրյա պատերազմը էլի մի քիչ կանգնած էր մեր կողքը, դրա համար հաղթեցինք, իսկ այս մի պատերազմի ժամանակ բացարձակապես մենակ էինք, բարձիթողի վիճակ էր։ Հիմա մենք հարց եմ տալիս, 70 տարի շարունակ Ադրբեջանը սպիտակ եղեռներ կազմակերպել Ղարաբաղում։ Մեր ընդվզումը նաև դրա համար էր։ Ինչու հաղթեցինք, որովհետև հայկական 3 մեծ հատվածները միաբան էին՝ Սփյուռքը, Ղարաբաղը եւ Հայաստանը։ Բայց այժմ սեպ է խրվել այս 3 հատվածների մեջ։
Նախ վերացրին Սփյուռքի նախարարությունը, հիմա էլ Արցախից են ձեռք քաշել եւ ձեռք են քաշում ամեն օր իրենց հայտարարություններով։ Միևնույն է, Հայաստանի մեջքն էլ են սկսել կոտրել։ Ուրիշ կերպ սա հնարավոր չէ, Մարսել, գիտեք, ինչքան պիտի մարդ ոչ հայ լինի եւ հայի թշնամի լինի, որ այսքանը կատարի։ Ինչ որ անում են, կարծես նախկիններն են մեղավոր։ Մենք նախկինների ժամանակ էլ ենք ապրել։ Նախկինների ժամանակ արժանապատվություն ունեինք, երկիր ունեինք, հանգիստ ապրում էինք մեր տներում, հանգիստ գնում էինք աշխատանքի, գալիս էինք, գիտեինք, որ մեր երկինքը խաղաղ է, թշնամին էլ ծնկած է։ Իսկ հիմա Ասում են նախկինների ժամանակ դրվեց այսօրվա սխալ են ասում։ սխալները կամ վտանգը։ Նույնիսկ գիտեք ինչ, հասարակ ֆուտբոլի մարզիչը, երբ այդ ֆուտբոլի թիմը տանուլ է տալիս, իսկույն հրաժարական է տալիս։ Մենք մի ֆուտբոլի թիմի չափել չկայինք։ Միթե կարելի է մի ամբողջ ժողովրդի կործանել, եւ այդպիսի երկիրը, որը Պարուս Սևակի ասած սուրբ նշխար է շան բերանում եւ հանգիստ նստել տեղը ու մեղադրել սրան նրան, երբ գլխավոր մեղավորը դու ինքդ ես։ Տիկին Բաղդասարյան, տրոյական ձի, հաճախ ենք ասում, այդ սցենարը աշխատեց Արցախի պարագայում, այսինքն ներսի թշնամին հանձնեց մեր հայրենիքը, դավադրության, իհարկե, իրողության հետ գործ ունենք։ Այո, Հակառակ դեպքում չէր պարտվի Արցախն ու արցախցին։ Ոչ մի դեպքում։ Արցախցին համառ է եւ Արցախցին անկոտրում է, բայց մեր թիկունքից փախան, մեզ թողեցին մենակ։ Իսկ Ադրբեջանի ձեռքը բռնած էր Թուրքիան։ Այսինքն Հայաստանի իշխանությունը չկատարեց սահմանադրական իր այն պարտավորությունը, որ պիտի լիներ Արցախի, այո, անվտանգության երաշխավորը։ Երևի շատերը Հայաստանում չեն գիտակցում, թե ինչ երկիր են կորցրել։ Նրանք միայն ասելով են իմանում։ Բայց ես ձեզ ասեմ, որ դրախտի մի պատառիկ եմ ասում, բայց նա հսկա երկիր էր։ Իսկ մարդիկ զտարյուն հայեր էին, որակի նշանով, իրենց ապրելակերպով, իրենց մարդկային հարաբերություններով, իրենց ազգային նկարագրով, իրենց ճոխ լեզվով, իրենց նիստուկացով, միմյանց սատարելու, միմյանց օգնելու պատրաստակամությամբ, իրենց ազնվությամբ, հայրենասիրությամբ ամեն մի լավ հատկանիշ այնտեղ բույն էր դրել։ Նույնիսկ ես 51 տարվա մանկավարժ եմ, 51 տարվա մանկավարժական ստաժ ունեմ ես։ Դպրոցն էլ է քանդել, ուսումնական համակարգն էլ է քանդվել։ Դպրոց չկա։ Այն ժամանակ, երբ ես աշխատում էի դպրոցում, ուսուցիչը, չգիտեմ, դա Աստծուն հավասար մի էակ էր։ Ուսուցիչի թիկունքից էլ փախավ։ Մա երեխաները չեն ուզում սովորել։ Հատուկ ծրագիր չէ։ Հատուկ ծրագիր է եւ օտարերկրացիների կողմից ներմուծված, իսկ ինքը դարձավ նրանց գործիքը երկիրը քանդելու համար։ Տեսեք, մենք էլ ենք, ես ինքս միշտ այն համոզման եմ, որ Արցախի հայությունը մեր այն զտարյուն մաքուր հայի տեսակն է, Այո, որը երբեք չի հեռացել իր բնորանից։ Մենք Արևմտյան Հայաստան ենք կորցրել, ինքս օրինակ Կարսեցու թոռ եմ արմատներով, մենք կորցրել ենք, չէ՞ Կարսը։ Եվ Արցախը բայց այն երկիրն էր մեր միակ ամուր, որը ես իզուր չէի, սկզբի իմ հարցում հենց այդ շեշտադրումն արեցի 5000-ամյա պատմություն ունեցող երկիր, որը երբեք չի եղել հայաթափված, հիմա հայաթափվել է։ Եվ դժվար է, երբեմն ասում են դավադրությունների տեսություն պետք չի եւ այլն, բայց դժվար է ուղղակի պատկերացնել, ինչպես դա կարող է լինել, եթե չկա հատուկ սցենար։ Արցախը հայաթափելու ուղղակի սցենար իրականացվեց եւ միանշանակ համակարծիք եմ ձեր այդ դիտարկման հետ, եթե չլիներ այո գողը տնից, եզը երթիկից մուտք չեր գործի, շատ ճիշտ դիպուկ հայկական ասացվածքով սկսեցիք ձեր խոսքը։ Բայց հիմա ուզում հետեւյալ հարցին անդրադառնալ, տեսեք, ասում են
մենք մեղավոր չենք, այս իշխանությունն է ասում։ Մեղավորը մի ժամանակ ասում էին նախկիններն է, հետո ասեցին Ռուսաստանն է, հիմա էլ ասում են մեղավորը Արցախի եւ ժողովուրդն է, թող կռվեիր, թող զենք վերցնեին, կռվեին, Արցախի ղեկավարությունն է, թող պայքարեին, այդ լուծարման թուղթն էլ չստորագրեին։ Եվ հիմա հայտարարում են ինչ Արցախ, ինչ Արցախի հանրապետություն, ինչ Լեռնային Ղարաբաղ միավոր, ինչ Արցախի ներկայացություն, ընդամենը 3 նման հայտարարություն էր հնչեցնում Ալեն Սիմոնյանը, ինչ կասեք։ Դա ուղղակի ամոթ է, անարգանք է մեր ժողովրդին։ Ինչքան պիտի մարդ տականք լինի, որ նման հայտարարություններ ասի Արցախը տալով մենք հաղթանակ ենք տարել։ Ինչ հաղթանակի մասին է խոսքը, դու պարտվել ես։ Քո թիկունքին կաղնած է եղել Արցախը, թիկունք չունես արդեն դու։ Ուրեմն դրանով էլ պարծենում ես։ Դու պիտի ամաչես, օրինակ ես արցախցի եմ եւ շատ հպարտ եմ, որ արցախցի եմ, որովհետեւ ես քիչ առաջ ասացի, որ հայի մեջ ինչքան արժեքավոր հատկություններ կան արցախցին դրանցով օրտված է եւ ես հպարտ եմ այն օրը մի բան հայաստանցի ասում է շատ միաբան եք, շատ համերաշխեք, ասում է մենք հիանում ենք ձեր միաբանությամբ, ձեր անկեղծությամբ, այո, մենք եւ միաբան ենք եւ անկեղծ ենք եւ արժանապատիվ ենք, դրա համար ես հպարտ եմ, որ արցախցի եմ, բա ուր մնաց ձեր հպարտությունը, որ նման ժողովրդի տարակ եւ այսպես սկուտեղի վրա հանձնեցիք թշնամուն։ Ինչու արեցին դա։ Դուք ի վերջո մենք պիտի հասկանանք այս ծրագրի նպատակը։ Դա օտարերկրյա գործակալների ծրագիրներ եւ դրա հիմքում ընկած է հակառուսական քաղաքականությունը, որպեսզի ռուսներին այնտեղից հետ մղեն, այնտեղից դուրս մղեն։ Ասում են ռուսները հանձնեցին։ Ռուսները չեն հանձնել։ Դուք հիշում եք պատերազմը սկսելու առաջին օրերին, երբ Լավրովը հայտարարեց, որ 5+2, այսինքն 5 շրջանները տալիս եք, 2-ը հետագայում։ Եվ կարգավիճակը հաստատվելու էր։ Չհամաձայնվեցին։ Հա, պատերազմ եք ուզում, դե հիմա պատերազմ կստանաք։ Սա ուրեմն այստեղից էր հրահանգները, որ կրկնում էին մեր ղեկավարները։ Պատերազմ եք ուզում, պատերազմ ստացեք, բայց ինչպես ես դու կռվում 7 միլիոնանոց Ադրբեջանի եւ նրա դաշնակից Թուրքիայի դեմ։ Այդ այն դեպքում, երբ բոլորովին չես նախապատրաստվել պատերազմի, չես զինվել, բանակը չես ավելի շատացրել, չգիտեմ, զինամթերքը ավելին չես սարքել, առաջադիմական զենքերով չես զինել քո բանակը, ինչով ես դու կռվելու։ Եվ այդպես ժողովրդին տարան դեպի անդունդ։ Էլ ոնց է լինում դավաճանությունը։ Ռուսը էլ ինչ անի։ Ամեն մարդ էլ, ամեն պետություն էլ նախ իր շահերն է պաշտպանում։ Ռուսը հուշել է մեզ 5+2, ինչու չեն համաձայնվել։ Այն ժամանակ մենք մեր երկրում կապրեինք, հետո ուժ կհավաքեինք, կդիմակայեինք, գուցե ղեկավարությունը փոխվեր, գուցե դիվանագիտությունը Մինսկի խումբը արդեն կգար գործելու եւ այլն, հազար ու մի բան, չէ որ աշխարհը փոփոխական է, ամեն ժամ փոփոխություն է կրում, հազար ու մի բան կարող էր պատահել։ Մեղադրում են ռուս խաղաղապահներին։ Դուք ինչ կասեք։ Խաղաղապահներն բլոկադայի ընթացքում ինչ վերաբերմունք կար ռուսների կողմից։ Դե ռուսները նախ մեզ հետ շատ լավ էին վերաբերվում, հետո մեր անվտանգությունը ապահովեցին, երբ մենք դուրս էինք գալիս, մենք նրանց շատ շնորհակալ ենք։ Ինչ անեին նրանք։ Երբ մեր ղեկավար ասում է, որ դա Ադրբեջան է, արդեն այդտեղ ոչ մի խոսելու բան չկա է, էլ չի թողել որևէ մեկը, որ միջամտի։ Այսինքն Պրահայում երբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, դրանով ճակատագիրը որոշեց Արցախի։ Այո, ճակատագիրը, գիտեք ինչ, երկրի ղեկավարի ամեն մի խոսքը պետք է այնքան չափված ձևված լինի, որ ով նստում է քո դեմը, դիվանագետ է, քաղաքականագետ է, իմանա, որ դու երկիր ես ներկայացնում, որ դու ժողովուրդ ես ներկայացնում։ Երբ դու այսօր ասում ես մի բան, վաղը լրիվ հակառակն ես ասում։ Այսօր ասում ես մի թեթևաբարո բան, վաղը բոլորովին նրա հակառակն ես։ Ինչ ասի նա։
Իսկ գիտեք, Ադրբեջանի ղեկավարությանն էլ նման պահվածք է պետք, որ իրենք արդեն կարողանան այդ բխտոր ջրում ձուկ որսալ։ Տիկին Բաղդասարյան, այսպեսի մի հարց եմ ուզում տալ, 30 եւ ավել, հա, 33 տարիների մեջ արդյոք մենք Հայաստանի մեր ժողովուրդը կարողացավ անհրաժեշտ չափով ճանաչել Արցախը եւ արցախցուն։ Ինչու եմ ուզում սա հարցնել, որովհետեւ հաղթական շրջանից սկսած 90-ականներին մենք հաղթեցինք, մեր Արցախը ազատագրեցինք, բացառիկ բան էր հայոց պատմության այս վերջին շրջանի պատմության մեջ, եւ մենք միշտ կորուստներ ենք, չէ՞, ունեցել ցեղասպանությամբ, այդ ամբողջ փուլով անցնելով։ Բայց մենք այդ հաղթանակը արդյոք լիարժեք հասկացանք, Արցախցուն ճանաչեցինք, Արցախ այցելեցինք, տեսանք այդ հրաշք աշխարհը, արդյոք այդ ամբողջ process-ը մենք ճիշտ արեցինք, որպեսզի ի վերջո կոտրվեր Հայաստանցի Ղարաբաղցի այդ խայտառակ թեզը, որը հենց 90-ականներից արմատավորվեց առ այսօր եւ այսօր Հայաստանի իշխանության ղեկինի դեպ այն մարդն է, որը բազմաթիվ իր հոդվածներով հենց այդ զարուրելի թեզը շարունակեց, հասցրեց մինչև այնտեղ, որ Արցախը հանձնեց։ Ուզում հասկանալ մեր սխալը անցած այդ տարիների մեջ 30 եւ ավելի չի եղել ավելի մերձենալու, ավելի խորքային ճանաչելու մեր հայրենակիցների, մեր հայրենիքի այդ փոքր ու հրաշք հատվածը։ Ես շատ ու շատ հայաստանցիների հետ եմ հանդիպել, նրանք ովքեր եղել են Արցախում, ովքեր հյուրընկալվել են, թե որպես տուրիստ, թե որպես բարեկամ, թե հենց այնպես այցելել են, նրանք հիացած են արցախցիներով, բնությամբ, մարկանցով, նրանց նիստուկացով եւ այլն։ Այս վերջին տարիներին են այդ սեպը խրել, դա գիտեք հանցագործություն է։ Մենք մի ժողովուրդ ենք, ինչպես կարելի է ատելության սերմը ցանել եւ ասել, որ նա արցախցի է, սա հայաստանցի է։ Բոլորս հայեր ենք, անհարմար է։ Դա էլ միտումնավոր արվեց։ Իհարկե միտումնավոր է արված, բայց դե գիտակից հայերը հասկանում են, որ մենք մի ազգ ենք, մի պետություն ենք, իսկ մենք արցախցիներս էլի անկոտրում ենք, մենք մեր հույսը չենք կտրել, մենք վերադառնալու ենք Արցախ։ Մենք այո անպայման վերադառնանք։ Ինչպես պիտի լինի նորից վերադարձը։ պետք է վերադառնանք Արցախ։ Ինչպես եք դուք պատկերացնում։ Ալիևան ընդհատ կրկնում է, որ 180,000 ադրբեջանցիներ պիտի գան Հայաստանում ապրեն։ Մենք գիտեք բանակցող չունենք, բանակցող կողմ չկա։ Ալիևի դեմը նստած բանակցող կողմ չկար։ Նախկինների մասին է խոսում, բայց նախկինները երբ խոսում էին այդ ադրբեջանցիների հետ, մենք զգում ենք արժանապատիվ, գեղեցիկ, իր պաշտոնին համապատասխան քաղաքականագետի։ Մենք հիանում էինք, երբ նա մեր շահերը պաշտպանում էր։ Նա գիտեր ինչ է ասում, ինչու է ասում եւ ինչ է նրա նպատակը։ Իսկ սա բանակցել չի իմանում։ Չի իմանում, թե չի ցանկանում, Եվ որովհետեւ բոլորովին այլ սցենար է եւ չգիտի, շատ բան տգիտությունից է նա անում։ Գիտես, որ Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում ազգային ժողովներում ընտրում են 60-ից բարձր մարդկանց։ Դա միտումնավոր է արվում, որտեղ այդ մարդիկ կյանքի ճանապարհ ունեն, փորձ ունեն, նրանք գիտեն ինչը եւ ինչպես պետք է անել, նրանք արդեն կյանքի ճանապարհ են անցել եւ հուշում են երկրի ղեկավարին, թե ինչը ինչպես կարելի անել։ Իսկ հիմիկվա ղեկավարը խույս է տալիս շատ խելոքներից։ Դուք նկատել եք, որ նրա շրջապատում մեր այն առաջվա դիվանագետները, մենք շատ խելոք բանիմաց մարդիկ ունենք, որոնք ամեն ինչից շատ լավ, խորքով, լայնքով հասկանում են, լայնախոհ մարդիկ են նրանք, լայնապարփակ մտահորիզոնով, նրանց պոտենցիալը գիտական, նա չի օգտագործում, չի ցանկանում։ Ազատվում է հակառակ, վերջերս ազատվեց նաև պայքարող, ազգային, արժանապատիվ տեսակ դասախոսներից, համալսարանական։ Դա ողբերգություն է մեր ժողովրդի համար, սա ողբերգություն է։ Իսկ մեր ժողովրդական հեքիաթներում շատ այնպես կյանքի դասեր կան։ Թագավորը միշտ ինչ է անում, իրեն շրջապատում է իմաստուններով եւ երբ դժվարին կացության մեջ է ընկնում, հավաքում է իմաստուններին եւ խորհրդի է նստում, ինչ կարելի է անել այս իրադրությունից դուրս գալու համար։
որովհետև նա հասկանում է, որ նրանք կարող են իրեն հուշել ճիշտ քայլը։ Իսկ մեր ղեկավարությունը խույս է տալիս խելոքներից։ Այդ մարդիկ մնացել են ստվերի տակ։ Նրանց պոտենցիալը գիտական, նրանց ներուժը չի օգտագործվում, հասկանում եք։ Եվ մեր ողբերգությունների արմատներից մեկն էլ դա է։ Տիկին Բաղդասարյան, խոսեցինք Ղարաբաղցի հայաստանցի այս խայտառակ, հակադրման թեզի հետ կապված։ Ես ուզում հիմա հասկանալ, մյուս ողբերգության երեսն եմ ուզում թերթենք, շրջենք։ Տեսեք, ցեղասպանական գործողություններ տեսնելուց հետո պատերազմ, բլոկադա, սով, բարիբուն իմաստով, բայց միշտ ուժեղ մնաց արցախցին։ Ուղղակի հիացած եմ, այս ամբողջ ընթացքը դե որպես լրագրող եւ որպես հայ մարդ հետևում էի, թե ինչ հրաշք էին մեր Արցախի նաեւ երեխաները, այդ ծանր պայմաններում հումորով նաեւ այսպես ռեպորտաժներ էին անգամ պատրաստվում աշխարհինի ցույց, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պայքարում ենք մեր հայրենիքի, մեր կյանքի համար։ Եվ այդ թոհուբոհից անցնելուց հետո գալիս եք Հայաստան։ Թվում էր, որ այստեղ Հայաստանի իշխանությունը պետք է բոլորովին այլ կերպ ընդունի։ Թեպետ երևի թե այդպես էլ չպիտի լիներ, որովհետև Արցախը հանձնած իշխանությունը չեմ կարծում, որ պետք է ձեզ լավ ընդուներ։ Եվ ինչ կատարվեց։ Արցախցիները հայտնվում եք հիմա էլ Ադրբեջանի թիրախից ազատվելով, գալիս եք հայտնվում եք Հայաստանի Հանրապետության իշխանությունների թիրախի տակ։ Այսօր Արցախցուն եւ կալանավորում են, որովհետեւ եթե նա, ասենք, բարձրաձայնում է, ասում է իմ հայրենիքը տվեցիք, արդար բողոք է, կամ ինչ որ սոցիալական խնդիր է բարձրացնում, միանգամից թիրախավորում է, կամ գործիչ են ընդունում, կամ եթե աշխատում է ինչ որտեղ, աշխատանքից են ազատում, մի խոսքով վատ աչքով են նայում։ Դուք այս երևույթի մեկնաբանությունը ունեք, այս որտեղից այսքան ատելություն առ Արցախցին, այսքան հակաարցախականություն, ես չգիտեմ ինչ բառով հիմա բնութագրեմ, այս իշխանությունների այդ կեցվածքը։ Այդ իշխանության առաջնորդին հարցրեք, ով մեր հրապարակում կանգնել է, ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ գրգռել մեր թշնամուն, ուղղել սլաքը դեպի Արցախցին, ինքը այնտեղից փախել եկել Հայաստան։ Ես ինչ ասեմ, ինչպես կարելի է նման բան անել։ Չետատելությունն է, ուրեմն հասկանալ։ Եվ պատկերացրեք, մենք գույք ենք կորցրել, տներ ենք կորցրել, ունեցվածք ենք կորցրել։ Մարդ ընդամենը մի ասեղ է կորցնում, էլի մնում է շվարած, բա որտեղ մնաց այդ ասեղը, ուր կորավ։ Մենք ամբողջական տներ, ունեցվածք ենք կորցրել, եկել, դեռ էլի մունաթով են մեզ, ինչի չդիմադրեցիք։ Մենք 19 ամիս դիմադրել ենք, սոված, ծարավ, մնացել ենք, բայց ասել ենք դուրս չենք գալու, մենք մնալու ենք այստեղ։ Բայց երբ արդեն դանակը ոսկորին է հասնում, ինչ անես, կյանքդ փրկելու համար արդեն պիտի դուրս գաս։ Մենք էլ զոհվեինք, երբեմն այդպեսի հարցել է մեզ դա, ինչու եք եկել, ինչու չեք պայքարել։ Պայքարելը որն է, էլ ոնց պայքարենք։ Հիմա մեր երեխաներն էլ են զգում այդ տարբերությունը։ Գիտեք ինչ են ասում։ Մոր ասում է ուզում եմ գնալ Ղարաբաղ, մայր ասում է ախր այնտեղ հացը չհաց չկա, ասում է ես շատ քիչ եմ ուտելու։ Ոյ։ Միայն թե գնա։ Հա, միայն թե գնա մեր հայաթը իմ ընկերների հետ խաղա, մեր լեզվով խոսեմ։ Տիկին Բաղդասարյան, գերիների հարցին կխնդրեմ անդրադառնաք։ Մենք ունենք Բաքվում հայ մարդիկ, որոնք գերեվարված են, հայ զինվորներ, ունենք ռազմաքաղաքական ղեկավարությունն է այնտեղ Բաքվի բանտերում, որոնց մեջ գեներալներ են, դիվանագետներ են հայտնի։ Ինչ ենք անում մենք։ Ինչ է անում Հայաստանի իշխանությունը։ Ինչ որ աշխատանք տեսնում եք։ Հենց դրանց մասին էլ չի հիշատակում։ Մի 2 օր առաջ ես լսել եմ, ուղղակի էլի մնացել եմ ապշած, թեպետ արդեն զարմանալն է, զարմանալի ինձ համար։ Ինչու եմ զարմանում, երբ ամեն օր մի նոր խղճակատակություն եմ տեսնում։ Այն Ռուբեն Վարդանյանը արցախցի է։ Նա եկել է որպեսզի Արցախը դժվարին կացության մեջ է, օգնի իր ժողովրդին, իր ժողովրդի կողքին են ասում, ես չգիտեմ ինչու համար է եկել, ինչ նպատակով եկել, այդ մարդը հարուստ մարդ է, այդ մարդը քաղաքականագետ մարդ է, այդ մարդը բիզնեսմեն մարդ է, նրան ունեցվածք չի հարկավոր, նրան հարկավոր է իր երկիրը ազատ տեսնի, խաղաղ տեսնի իր երկրի երկինքը, դրա համար է, միթե հայրենասիրությունը, հայասիրությունը քեզ համար այնքան խորտ բաներ են, որ դու ապշում ես, թե Ռուբեն Վարդանյանն ինչու է եկել Ղարաբաղ։
Այ ասում էի արդեն մնացել եմ ապշած ես նման հայտարարություններից, չգիտեմ։ Ես նաև իմ հարցերի մեջ մի հատված եմ նախատեսել, հիմա մեր եթերաժամանակը ցավոք մոտենում է ավարտին, բայց մենք չենք կարող չխոսել Արցախի Այաներ համույթի մասին, որի շատ սիրուն այսպես մենակատարներից մեկն եք, հրաշք համույթ է, վերջերս առիթ ունեցա շփվելու նաև ձեր անդամներին հետ ծանոթանալու, այդ մասին փոքր-ինչ հետո, բայց ուզում հետևյալին, հա դուք ձեր խոսքում այդ միտքը գնում է արժանապատիվ հայ, արցախցին արժանապատիվ, վերջերս էլ մի ելույթ եք ունեցել որպես գրականագետ, որ մեզ պետք է այսօր այդ արժանապատիվ քաղաքացին։ Արդյոք Հայաստանի իշխանությունը մեզից նաև դա չի խլում, դաստիարակության առումով, ուզում հիշեցնել ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը իր հերթական այցերից մեկում հաճախ է գնում այսպես երեխաների հետ, աշակերտների հետ հանդիպում ու երբ որ վերլուծում ես քարոզը, զգում ես, որ հստակ նպատակ կա եւ վտանգավոր տեղ է տանում, որտեղ հաց այնտեղ կաց, այս քոչվորների բնորոշ այդ ասույթը շրջանառեց, ասում է մենք այդ դրանով պիտի առաջնորդվենք։ Դա ճիշտ է, լավ ասույթ է։ Մեր երկիրը պիտի լինի այնտեղ, որտեղ հաց կա ու մնանք, այսինքն ուր է տանում այս մարդը։ Ոչ, որտեղ հաց այնտեղ կաց, դա մեր էությունից չի բխում։ Հացը այնտեղ է, որտեղ քո տակ, քո ոտքերի տակ, քո հայրենի հողն է։ Հողը սիրիր եւ քեզ եւ հաց կտա, եւ ջուր կտա, եւ ապրուստ կտա։ Սխալ է դա։ Գիտեք ինչ, հենց մեր հայաստանցիներից եւ ուզում են նաեւ արցախցիներից, բայց արցախցիներից չի կարող։ Հայաստանցիներից նա ուզում է խլել նաեւ նրանց քաղաքացի լինելու կամքը։ Շատերը ենթարկվում են նրա այդ ասույթին, կորցնում են իրենց ազգային դիմագիծը եւ չափում են իրենց օրերը իրենց ընտանիքում եղած հացով, բայց այդպես չպիտի լինի։ Այսինքն ստամոքսի մարդ, ստամոքսի հասարակություն է ուզում կան ունենալ։ այդպիսիք, բայց նաեւ կան արժանապատիվ քաղաքացիներ, որոնք հետաքրվում են քաղաքականությամբ, որոնք գտնում են, որ իրենք պարտավոր են երկրի ներկայի ու ապագայի մասին մտածել, որոնք պատասխանատու են այսօրվա եւ վաղվա համար։ Բայց ինչու չի հաջողվում մեզ եւ այդ քաղաքացիներին փոխել, դուք ձեր Հաջողվելու խոսքում է։ ասացիք Անպայման հեռանալ։ հաջողվելու է։ Այո։ Արդեն Հայաստանի տարածքներն է զիջում մնալու համար, այսինքն իր իշխանությունը ամրացնելու համար Արցախը տվեց հիմա Հայաստանի տարածքները։ Աշխատանքներ տարվում են եւ ինձ թվում է, որ վերջի վերջո հաջողությունը այո, անպայման լինելու է։ Ես իհարկե մեր եզրափակիչ, ձեր եզրափակիչ խոսքում պիտի առաջարկեմ ձեր խոսքը ուղղեք նաև մեր արցախահայությանը, որը ես արդեն դուրեր եմ տեսնում, որ արցախցիներն այլևս չեն կարողանում դիմանալ այս իրավիճակին, թե սոցիալական, թե վիրավորանքը ի դեպ, նաև արցախցու բարբարն են վերջերս այս ՔՊ-ականները սկսել ծաղրել, թե պիտի ամեն ինչ անենք, որ չլսենք այդ բարբարը։ Սա էլ մի սարսափելի ու զայրելի հարց է եւ այդ թեման պետք է մենք բարձրացնենք, այդ մեր հայոց լեզվի գանձերից մեկն է բարբարները մեր եւ այս մարդիկ ասում են այդ բարբարը չպիտի լսենք, ատելի է դա, պիտի կտրենք այդ, այսինքն լեզուն էլ կտրենք, ոչինչ ասենք, հայրենիքից պոկեցին ձեզ, հիմա լեզվից պիտի պոկեն։ Դա բարբարոսություն է։ Դուք պիտի իմանաք, որ Ղարաբաղի բարբարը մեր մայրենի հնդեվրոպական լեզվախմբին պատկանող հին հայերենի խոսակցական մի տարբերակն է։ Դուք գիտեք, որ բարբարները այն առունները, այն վտակներն են, որոնք սնում են մայրենի լեզվի մեծ գետը։ Արցախի բարբարը մի մեծ հատվածի ժողովրդի խոսակցական լեզուն է, որ դարեր շարունակ պահել է մեզ հայ եւ այնտեղ դուք կգտնեք մեր լեզվին համահունչ այնպիսի գոհարներ, որ կապշեցնի ձեզ։ Հենց մեր Արցախի Այաներ համույթի գլխավոր նպատակը այդ բարբարը պահպանելն է։ Մեր բոլոր երգերը, մեր բոլոր բանաստեղծությունները, մեր առածները, ասացվածքները բոլորը բարբարով են։ Եվ մեր գերխնդիրն է մեր բարբարը պահել,
եւ զարգացնել։ Ինչպես սովորաբար բարբարագետներն ասում են հայրենիքն է պահողն ու պահպանողը։ Եթե մարդը դուրս եկավ իր հայրենի տարածքից, ժամանակի մեջ բարբարը դե դրա օրինակը նաև մենք ունենք, չէ, Արևմտյան Հայաստանի բարբարները գնալով մաշվում են։ Չէ, Ղարաբաղը Արևմտյան Հայաստան չի լինի, Ղարաբաղցին կայուն արդեն աշխարհայացք ունի, մենք անպայման վերադառնալու ենք մեր տները, մեր հայրենիքը եւ մեր բարբարին տեր ենք կանգնելու։ Ինչ շատ ուրախացնում է ձեր այս Գիտեք, միտքը լուսավոր եւ հավատով, հավատը, հա, բայց ոնց հասկանալ, որ այս դարձյալ այս իշխանության վատ քաղաքականության հետևանքով շատ արցախցիներ, ես գիտեմ, հեռանում են Հայաստանից։ Դա հենց դա կարող է խանգարել վերադարձին։ Դե դուք ասում եք հեռանում են, այո, կան այդպիսիք, բայց ես նաև շատ արցախցիների գիտեմ, որ հենց այդ բարբարի համար նորից վերադառնում են Հայաստան, որպեսզի այստեղից մոտ լինի Ղարաբաղը գնան։ Այո, հենց այդ բարբարի համար, հենց մեր հող ու ջրի, մեր երկրի համար նրանք չեն կարողանում օտար երկրներում ապրել։ Ես ինքս նոր գնացել եմ Ռուսաստան։ Դուք գիտեք ինչ երկիր է, ամենուրեք հարթ տարածություններ են, կանաչ, անտառ, գետ, հիանում ես ուղղակի այդ բնությամբ, բայց իրենց լինի, մեզ մերն է պետք, հասկանում եք, մերն է մեզ ավելի հարազատ, մենք մերն ենք ուզում, մեր անդնդախոր ձորերն ենք ուզում, մեր այն մի քերծի ծվարած գյուղերն ենք ուզում, մեր քարքարոտ ճանապարհներն ենք ուզում, միայն թե վերադառնանք։ Եթե այդպես, ինչպես դուք եք մտածում, մտածենք բոլորս եւ նաեւ մեր արցախցիները վստահ են, որ այդ վերադարձը լինելու է։ Նույնիսկ մեր լեզվի մասին արցախցին ասել է. մեր լուզուն երկինքան կաթածա։ Իսկ Աստծո մասին ասում է Աստված, եթե դու մեզ չես կարողանում պահես, դու քշած, մենք քեզ ճղուպոր ու մաչու նման կպահենք։ Ես մի բան կարդամ, հա, Սիլվա Կապուտիկյանի խոսքն եմ այստեղ գրի առել, Արցախի բարբարի մասին է։ Ժայռի նման է այս հին բարբարը, ժայռի պես կոշտ է չհղկված ու ժայռի պես էլ կարծր է համառ, չի պոկի նրան ոչ մի հարված, շուրթերի վրա այնպես է բառը, ինչպես որ ժայռն է հողում խրված։ Ամեն ինչ ասված է, ինչպես ասում են։ Այո։ Եվ այսօրվա մեր շատ հետաքրքիր զրույցը, ինչի համար ես շատ շնորհակալ եմ, դուք այսպես ձեր լուսավոր միտքը բերեցիք մենքի տաղավար, կարծում եմ շատ շատերիս եւ արցախցիներիս եւ բոլորիս հուսադրեցիք ձեր խոսքով, որ մենք հաղթելու ենք։ Այո, այլ տարբերակ չկա եւ առավել եւս, երբ բոլորս գիտակցում ենք, որ առանց Արցախի վերջը չի կարող լինել Հայաստան, չի կարող, այդպես է։ Արցախը մեր զրահաբաշխոնն է, Արցախը մեր թևու թիկունքն է։ Նա ով որ չի դա հասկանում, կարող է ուղղակի գնալ եւ նայել Սյունիքին ու Կապանին, Ջերմուկին, Տավուշին եւ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի տարածքների հետ։ Եվ որպես եզրափակում, ես ձեր խոսքը կուզեի Տիկին Բաղդասարյան լսել։ Իդեպ սա մեր առաջին հանդիպումն է, բայց ոչ ամենևին վերջինը, հաճախակի եմ ձեզ հրավիրելու մեր տաղավար։ Մենք միասին շատ հարցեր պիտի դեռ քննարկենք, այսպես ինչպես ասում են, շերտ առ շերտ։ Եվ հիմա որպես եզրափակիչ խոսք, ինչ կասեք Արցախահայությանը եւ առհասարակ հայ ժողովրդին։ Իմ սիրելի հայրենակիցներ, սիրելի արցախցիներ, չհուսահատվեք, դիմացեք, լավ է լինելու, մենք անպայման գնալու ենք մեր երկիրը։ Դուք միշտ պինդ եք եղել, այդ ձեր համառությունը, այդ ձեր պնդությունը պահեք, ամուր եղեք, մենք անպայման գնալու ենք մեր երկիր։ Դուք նաև, քանի որ ձեր խոսքում խոսեցիք Սփյուռք, Հայաստան, Արցախ, հիշում եք, այդ Երամիածնության գաղափարը տարիներ շարունակ ասվել է։ Հիմա այդ գաղափարն էլ փորձեցին մաղել, այսպես Սփյուռքն են փորձում պոկել, հեռացնել Հայաստանից, Արցախը իդե համարում են էջը փակված։ Այս դաշտում ինչ կարող ենք անել, այդ հարցին էլ անդրադարձեք եւ ավարտենք այսօրվա մեր զրույցը։ ԽՍՀՄ-ից եկող շատ արժե համակարգեր Ղարաբաղում կային, արժեքավոր արժե համակարգեր։ Այս իշխանությունը շատ արժե համակարգեր կործանեց, փլուզեց ուղղակի, բայց Արցախցուն կոտրել հնարավոր չէ։ Եվ հետո, միևնույն է, մենք սիրում ենք հայաստանցիներին,
Մենք սիրում ենք հայերին, մենք սիրում ենք Սփյուռքի մեր գործընկերներին, որոնք շատ են կաղնել մեր թիկունքին, հիմա էլ պատրաստ են կաղնել, եւ այդ միասնությունը մեր, այս եռամիասնությունը մեզ կօգնի, որպեսզի մենք գնանք Ղարաբաղ։ Շնորհակալ եմ Տիկին Բաղդասարյան ձեր հուշերով, ձեր զգացողություններով մեզ հետ կիսվելու համար, բայց սա շարունակելի է լինելու մեր եթերը։ Շնորհակալ եմ այսօր Ես էլ մեզ եմ հյուրընկալվելու համար։ Վերհիշեցնեմ, սիրելի հեռուստադիտողներ, այսօր իմ հյուրը, ինչպես արդեն իմ խոսքի նախաբանում ասացի, մի հրաշալի արցախահայուհի է, Արցախի Այաներ համույթի մենակատարը, իդեպ Այաների մասին էլ չհասցրեցինք խոսել, դա հաջորդ մեր եթերում Տիկին Բաղդասարյան անպայման կխոսենք ավելի մանրակրկիտ, բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Սիրուն Բաղդասարյանն էր իմ հյուրը, լավ եղեք, կհանդիպենք